քիչ հետո քվեարկության է դրվելու ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Մենք քաղաքացիական պայմանագիր միավորման կառավարման խորհրդի անդամներս մեզ հաշիվ ենք տալիս, որ նախագիծը գործող ազգային ժողովի օրակարգ մտնելու շանսեր չունի։ Բայց քիչ անց տեղի ունենալիք քվեարկության պահից, այսպես թե այնպես, այդ իրավաքաղաքական փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական կյանքի օրակարգ եւ մեր խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի քաղաքական պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքները օրենքով սահմանված կարգով քննվեն Հայաստանի դատաիրավական համակարգի կողմից։ Կանխելով շահարկումները ընդգծեմ, որ նախագիծը չի խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը, այստեղ շարադրված են հանրահայտ փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության մութ կողմերի վերաբերյալ օդում կախված բազմաթիվ չստուգված լուրեր վերջնականորեն ստուգելու համար։ Միևնույն ժամանակ պաշտոնապես հայտարարում եմ, որ այն Հայաստանը, որին ձգտում ենք մենք, քաղաքացիական պայմանագիր միավորման անդամներս, մի պետություն է, որը կատարելապես զերծ է քաղաքական հետապնդումներից, որտեղ գործում է լիարժեք անկախ դատարան, հաստատված է օրենքի իշխանություն եւ որտեղ բոլոր մարդիկ անվերապահորեն հավասար են օրենքի առաջ։ Սույն առիթով պատեհ եմ համարում անձամբ իմ եւ քաղաքացիական պայմանագիր միավորման անունից դատապարտել Երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը առանց բացառության անկախ վաղեմության ժամկետից։ Մենք մեր հիմնական առաքելությունը համարում ենք քաղաքական հետապնդումներից, ամենաթողությունից, անպատժելիությունից եւ հովանավորչությունից ազատ Հայաստանը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եվ հորդորում եմ ձեզ, որպեսզի դուք ընդունեք այդ պաշտոնանկության որոշման նախագիծը, կողմ քվեարկեք, ուշ թե շուտ միևնույն է, այդ պաշտոնանկությունը տեղի է ունենալու, ցանկալի է, որ պաշտոնանկությունը տեղի ունենա ոչ թե ցավոտ իրադարձությունների հետևանքով, այլ նորմալ քաղաքակիրթ իրավական ընթացակարգով, որը նախաձեռնել է պարոն Փաշինյանը։ Իրավական ընթացակարգը բավականին արդյունավետ է, որովհետև իրավական ընթացակարգի հետևանքները նաև կանխատեսելի են լինելու ձեր համար։ Իսկ այլ ընթացակարգերով այլևս ձեր համար ամեն ինչ լինելու է անկանխատեսելի։ Պետք է ասեմ, որ տարբեր քրեակատարողական հիմնարկներից ինձ լուր տվեցին եւ ասեցին Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլ Արթիկում, Կոշում, Անջատել։ Ամեն ինչ ունի չափ ու սահման, հարգելի գործընկերներ։ Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, ճիշտ եք անում, բայց բոլորին խնդրում եմ կոռեկտության մեջ եւ չափ ու սահման ամեն ինչ ունի, էլի պարլամենտը պետք չի կրկես վերացել։ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերը առկա են, բայց այդ գործընթացը չի կարելի անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով եւ չնախապատրաստելով քաղաքական ուժերի աջակցությունը գոնե հարցը քննարկմանը հասցնելու համար։ 2011-ի նոյեմբերի 25-ին Հայ ազգային կոնգրեսը նախագծի հեղինակի մասնակցությամբ Ազատության հրապարակում ընդունել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը եւ հասկանալի չէ թե ինչու է падգամավորը առանց ԱԺ խմբակցությունների եւ առաջին հերթին իր խմբակցության հետ քաղաքական կոնսուլտացիա անցկացնելու շեղվել հռչակագրի դրույթներից եւ ներկայացրել բոլորովին այլ մի բան։ Խմբակցությունը չի քվեարկի, քանի որ գործընթացը ոչ քաղաքական, ոչ իրավական առումով նախապատրաստված չէ եւ նման թույլ փաստաթղթին աջակցել մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին, ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որևէ լուրջ հիմք չկա։ Ալեքսանդր Արզումանյան։ Շնորհակալություն, անկախ փաստաթղթում ուրեմն իրավական բերված հիմնավորումների նկատմամբ իմ մոտեցմանը ես գտնում եմ, որ սա պատե առիթ է, որ այն ուժերը, որոնք հրապարակներում խոսում են իշխանափոխության մասին, ցույց տան իրենց մոտեցումը, սա է քաղաքական մարմինը, որում նման հարցեր են։ Ես կողմ եմ քվեարկում, քանի որ գտնում եմ, որ յուրաքանչյուր
Պատգամավոր իրավունք ունի ցանկացած փաստաթուղթ առաջ քաշի, քննարկենք, կհամաձայնվենք, չենք համաձայնվի, քննարկումը ցույց կտա։ Բայց ամիսներ շարունակ փողոցներում ասել, պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ այստեղ ասել մենք գտնում ենք, որ բան է, ժամանակավրեպ է, մյուս ընտրություններին գնացեք, հետո ասեք իշխանափոխություն ենք ուզում։ Ուրեմն նրանք, ովքեր գտնում են, որ իրավունք ունենք այս հարցը քննարկել, կոչ եմ անում կողմ քվեարկեն եւ իրենց բացասական տեսակետը հայտնեն։ Շնորհակալ։ Համեցեք, պարոն Կոկոբյան։ Քանի որ ես այս հարցը շատ խճճված հարց է արդեն դարձել ընդդիմության դաշտում եւ թող ոչ մեկը չթաքցնի, որ բոլորին դա մտահոգող հարց է, առանց փակագծերը բացելու ես առաջարկում եմ մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանին այս պահին հանի քվեարկությունից հարցը, որպեսզի հնարավորություն ունենա մեր ընդդիմադիր ընկերների հետ այդ հարցը ավելի հանգամանալից եւ ավելի քաղաքական, եթե այդպես են ձևակերպելու համար, բառ ռացիոնալ եմ ասում, որը հնարավորություն կտա չշահարկելու ապագան։ Նախագիծը արդեն մի քանի ամիս շրջանառության մեջ է։ Ես ուզում եմ ասել, որ նախագծի վերաբերյալ ոչ մի առաջարկություն չի ստացվել, ոչ մի առաջարկություն։ Այն պարագայում, երբ ես ասել եմ, որ ցանկացած առաջարկություն կընդունեմ եւ այն ինչ որ կհիմնավորի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը կընդունեմ առանց քննարկման, այսինքն չեմ նայի նույնիսկ բովանդակությանը։ Ավելին, ասել եմ, որ եթե որևէ այլ քաղաքական ուժ կներկայացնի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը վերաբերվող որևէ նախագիծ, առանց վերապահման եւ առանց բովանդակության քննարկման կստորագրեմ եւ կմիանամ այդ նախագծին։ Ուստի բոլոր ամեն ինչ ասված է, բոլոր գնահատականները տրված են եւ ես հարցը դնում եմ քվեարկության։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու մասին, որոշման նախագիծը 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 4, դեմ 68 ձեռնպահ չունենք, որոշումը չի ընդունվել։